Իշխանական ուրախ ավտոբուսում ուրախ տրամադրություն է, ավանդական սրտիկներով ու այս երկով են Շիրակի մարզ ուղևորվում ՔՊԱ-կանները, վարչապետի գլխավորությամբ։ Քարոզարշավային այսօրը Նիկոլ Փաշինյանը հիմնականում տնտեսական հարցերին նվիրեց, արանքում իհարկե չմոռանալով իր հռչակած պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդներին։ Վաղ առավոտից նախ ֆեյսբուքյան գրառմամբ, ապա Սառնախբյուրում տեղեկացրեց, որ այսօրվանից հայաստանցի գործարարները կկարողանան ապրանքների տեղափոխման համար օգտագործել Ախալքալակ-Կարս երկաթգիծը։ Հայաստանը ևս մի ուղղությամբ երկաթուղային կապ է ստանում եւ Ախալքալակ-Կարս երկաթուղով բացվում են մեր ճանապարհները եւ ուզում եմ ուշադրություն հրավիրեմ, որ ի վերջո շրջափակումը քայլ-քայլ հաղթահարվում է։ Այսինքն, ինչպես նախորդ տարվա վերջում Հայաստանը հնարավորություն ստացավ Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան, հետագայում նաև դեպի Ղազախստան, հետագայում դեպի Չինաստան երկաթուղային կապ ստանալու, հիմա մենք էլի Վրաստանի տարածքով Ախալքալակ-Կարս երկաթուղով հնարավորություն ենք ստանում երկաթուղային կապ ստանալ եվրոպական երկրների հետ եւ Սիրիայի Արաբական Հանրապետության հետ։ Ապա հայտարարեց, որ առաջիկայում կսկսվի նաև Գյումրի-Կարս երկաթգծի վերանորոգման աշխատանքները։ Առաջիկայում մենք սկսելու ենք Գյումրի Ախորիկ այն կողմից բնակավայրը կարծեմ Աքաքիա է կոչվում, այդ հատվածի վերականգնումը Թուրքիայի կողմից արդեն սկսել է եւ երկաթուղին բացվելու է։ Հետո Երասխի երկաթուղային հանգույցից խոսեց, թեպետ երկաթուղին կոնսեսիոն կառավարման է հանձնված ռուսական կողմին ու Մոսկվայի հետ բանակցություններ կային, որ ռուսները ստանձնեն վերանորոգումը, բայց այսօր վարչապետը հայտարարեց, որ դա կանի Հայաստանի կառավարությունը։ Մենք նաև Երասխի հանգույցի նորոգումն ենք սկսելու, ընդ որում Հայաստանի կառավարությունը իր վրա է վերցնելու, չնայած կոնցեսիոն պայմանագիր կա, մենք ներդրում ենք անելու եւ երկաթուղին նորոգելու են, վերականգնելու ենք եւ երկաթուղին բացվելու է։ Ինչպես է հայկական կողմը միանալու Վրաստանում Ախալքալակի, Թուրքիայում էլ Կարսի երկաթուղուն ինչպիսի ենթակառուցվածքներով, արդյոք խոսքը միայն ապրանքների տարանցման, թե նաև երկաթուղային ցանցի միավորման մասին է, ինչու տապալվեցին ռուսական կողմի հետ բանակցությունները վերանորոգման հարցով։ Այս հարցերի պատասխանները վարչապետից ստանալ չհաջողվեց, նա այսօր հրաժարվեց պատասխանել Ազատության հարցերին։ Իսկ ընտրողների հետ հանդիպումներում ճանապարհների բացման առավելություններից էր խոսում, մասնավորապես պնդեց, թե դեպի Եվրոպա, բայց ոչ ԵՄ անդամ պետությունների շուկաները ևս այս հաղորդակցման համակարգին միանալով հայ գործարարների համար նոր շուկաներ կբացվեն։ Առաջիկայում արդեն մեր բիզնես պատվիրակությունները, մեր արտահանողները կմեկնեն նաև տարածաշրջան, կմեկնեն Թուրքիա, կմեկնեն նաև հետագայում կկազմակերպենք Սիրիա, Եվրոպական միության երկրներ, նաև կազմակերպենք Եվրոպայի այն երկրները, որոնք Եվրոպական միության անդամ չեն, եւ որոնց հետ մենք մեծ լավ կապեր ունենք եւ հարաբերություններ ունենք, որպեսզի մենք հասկանանք, թե հնարավորությունները ոնց են օգտագործում։ Հայտարարեց, որ առաջիկայում սկսվելու են նաև թրիպի շինարարական աշխատանքները։ Առաջիկայում մենք ստորագրելու ենք Միացյալ Նահանգների հետ թրիպ նախագծի իրագործման արդեն վերջնական պայմանագիրը, իրագործելու ենք այդ պայմանագիրը, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը արդեն ոչ թե տեսականորեն, այլ բառից բուն իմաստով դառնալու է խաղաղության խաչմերուկ։ Անցած տարի որպես շինարարության մեկնարկի ժամկետ Փաշինյանը այս տարվա կեսն էր նշում, այսօր ևս ոչ մի հստակ ժամկետ չնշեց, խոսեց նաև ԵԱՏՄ-ում առաջացած խնդիրներից, վերջին օրերի ընթացքում Ռուսաստանը արգելում է հայկական ծաղիկների ներմուծումը, ջերմուկի ու որոշ ալկոհոլային խմիչքների վաճառքը, պնդելով, որ դրանք չեն համապատասխանում ստանդարտներին, ակնարկել են նաև հայկական Միրգ բանջարեղենի հետ կապված խնդիրների մասին, չնայած օրորի ավելացող սահմանափակումներին ու Եվրամիության ու ԵԱՏՄ-ի միջև արագընտրություն կատարելու ռուսական կողմի սաստկացող զգուշացումներին Փաշինյանը լավատես էր, պնդեց, թե չլուծվող հարց չկա, իսկ երբ քարոզարշավն ավարտվի ու ինքը մնա վարչապետի պաշտոնին, ապա շատ արագ այդ հարցերը կկարգավորվեն։
այս կարգավիճակը թույլ է տալիս պնդել, որ ԵԱՏՄ շրջանակներում ինձ համար իհարկե տրամաբանական հարցեր, ինձ համար անլուծելի հարցեր չկան։ Հիմա նախընտրական քարոզարշավով եմ զբաղված, ընտրությունների եթե ես կստանամ ձեր վստահության քվե, կվերադառնամ աշխատանքի եւ բոլոր հարցերը կլուծեմ։ Ադրբեջանի հետ 9 ամսվա խաղաղությունը դարձյալ համեմատեց 9 ամսական երեխայի հետ, ասելով, թե պատերազմի եռագլուխ քաղաքական ուժերն ուզում են այդ երեխային որբանոց հանձնել։ Այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունը ասում է, որ այդ 9 ամսական երեխային ասում եկեք հանձնենք որբանոց, եկեք հանձնենք ուրիշները խնամքին։ Եվ երաշխավորի մասին խոսակցությունը հենց էս է նշանակում։ Ասում են եկեք մենք չենք կարող տեր կանգնենք խաղաղությանը, եկեք հանձնենք թող ուրիշը տեր կանգնի։ Ուրիշի տեր կանգնած խաղաղությունը մենք արդեն տեսել ենք։ Մեր խաղաղությունը եւ մեր զարգացումը առաջին հերթին մեզ է պետք եւ մենք պետք է տեր կանգնենք մեր խաղաղությանը։ Ընդդիմադիրներն էլ Փաշինյանին են մեղադրում պատերազմներ բերելու Արցախի կորստի ու առանց երաշխավորների Ադրբեջանի հետ համաձայնություն կնքելու համար, պնդելով, որ Փաշինյանի բանակցածը կայուն խաղաղություն չէ։ Թեև դատական վճիռներ չկան, այսօր էլ Փաշինյանը սպառնաց քաղաքական հակառակորդներին, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նստելու է մարտի 1-ի գործով, Սամվել Կարապետյանը էլեկտրաէներգիայի գողության, Գագիկ Ծառուկյանն էլ Արարատ ցեմենտը սեփականաշնորհելու խարդախության համար, այս երեքին ուզում է նաև ունեզրկել։ Եվ ես ձեզ ասում եմ, մինչև 2031 թիվը Գագիկ Ծառուկյանին Սարի գլխին սարքած տունը պետքա ծերերի խնամքի կենտրոն դառնա, ինչպես Փեսայի տունը արդեն սեփականությունն է, Գուլոյանի $2.5 միլիոն արժողությամբ։ Ես ասում եմ, Ծառուկյանը, Կարապետյանը, Ռոբերտը ոնց որ երկու բոթասից սկսել են, երկու բոթասել ես իրանց հասցնելու եմ ձեր աջակցությամբ։ ԿՊԱ-ականները եւս մեկ քարոզարշավային օր Շիրակի մարզում կանցկացնեն։